Նորից գրքի 272-րդ հոդվածի 4.1 մասի համաձայն դատականիստը դատանի որոշմամբ անցկացվում է ազատության մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինիս նախնական կամ հիմնական դատալությունների ընթացքում ներկայացրել է նման միջնորդություն։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն դատականիստը չի կարող անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նա չունի պաշտպան կամ միջնորդություն ներկայացրել առանց պաշտպանի հետ խորհրդակցելու։ Սերժ Սարգսյանը գտնվում ազատության մեջ, ունի ընտրված պաշտպաններ և սույն միջնորդություն ներկայացվում են նրանց հետ խորհրդակցելուց հետո լիովին գիտակցելով դրա դատավարական հետևանքները։ Սերժ Սարգսյանը հայտնում է, որ չի առարկում, որպեսզի սույն քրեական գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ, իսկ իր իրավունքներն օրինական շահերի պաշտպանությունը ամբողջ ծավալով իրականացնեն իր պաշտպանները։ Սույն միջնորդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտպանական կողմի դիրքորոշումը գործով ամբողջությամբ ձևավորված է, Սերժ Սարգսյանի շահերը յուրաքանչյուր դատական նիստում ներկայացնելու են նրա պաշտպանների կողմից, նրա անձնական ներկայությունը յուրաքանչյուր նիստում անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար, յուրաքանչյուր դատական նիստի համար նրա ներկայության ապահովումը չի նպաստում դատավարության արդյունավետությանը և հանգեցնում է անարգի կազմակերպչական բարդություններին։ Միաժամանակ ընդգծում ենք, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հրաժարվում իր դատավարական իրավունքներից, իհարկե նաև պարտականությունները կրելուց, չի խոչընդոտում գործի քննությանը և անորոշության դեպքում պատրաստ է ներկայանալ դատարան, եթե դատարանը քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4.1 մասի հիման վրա որևէ առանձին դատական նիստի կամ առանձին վարորդային գործողության համար դրա մասնակցությունը ճանաչի պարտադիր։ Վերանշվածից բխում է, որ օրենքում նախատեսված բոլոր նախապայմանները առկա են և սույն միջնորդությունը կարող է բավարարվել։ Իսկ Սերժ Սարգսյանի բացակայությամբ դատական նիստերի անցկացումը որևէ կերպ չի սահմանափակի ոչ պաշտպանության, ոչ մեղադրանքի, ոչ դատարանի լիարժեք դատավարական հնարավորությունները։ Ուստի խնդրում դատարանին թույլատրել դատական նիստերի անցկացումը Սերժ Սարգսյանի բացակայությամբ, դատավարական իրավունքների իրականացումը դատական նիստերի ընթացքում ապահովված համարել նրա պաշտպանների մասնակցությամբ։ Անորոշության դեպքում, եթե դատարանը որևէ առանձին դատական նիստի կամ առանձին վարորդային գործողության համար Սերժ Սարգսյանի անձնական մասնակցությունը համարի անհրաժեշտ, վերջինս պարտավորվում է ներկայանալ դատական նիստին։ Խնդրում եմ բավարարեք։